Երևանցի այդ որ մեր կապարանոց ասում են իբր թե Մայր Հայաստանը դիմադրում է։ Դուք մեր խոսքի մեջ դիմադրություն տեսաք։ Ստեղծեք, արեք։ Ասում ենք մենք չենք ուզում այդ դիմակահանդեսին մասնակցել։ Դրա դիմադրությունը ո՞րն է։ Ընդհանրապես բացահայտում եք, որ ինչ որ պետք է ասեք, արդեն նախ դուք գիտեք, որ վարեմության հիմքով մի զգալի մասը չեք կարողանալու հետ բերել։ Ընդհանրապես համեկով ռեպորտաժներ եք ցույց տալու։ Այն մի մասն էլ ում հետ որ փոխկապակցվածա ձեր հետ սերտաճել են այս 18 թվականից հետո։ Այդտեղ որտեղ եք տենում դիմադրություն։ Ու առհասարակ կոռուպցիայի հետ սերտորեն առնչվող հովանավորչության հետ շատ լավ հարաբերությունների մեջ գտնվող իշխանությունը պիտի բացահայտի ինչ-որ բաներ, հա, ինչ-որ բաներ պետք է հետ բերի։ Կամ այդ որ ասենք խոշոր կապիտալիստներ պարոն Գալջյանն ասում է դե ելը նայեք հայտարարել։ Դուք տես միամիտ ժողովուրդ չեք, դուք էլ ունեք աներձակներ, բաժանաղներ, որոնք երևի հայտարարագի լրացնող չեն դեռևս ի պաշտոն է։ Հիմա Տիգրան Արինյանը անիվի ժամանակ 960 միլիոն դրամ փող է տվել իր դասարանցուն։ Paramount-ին ելակ աճեցնելու համար։ CFW-ն կնոջ ընկերուհունն է 1.5 միլիարդ դրամ փող է տվել։ Հիմա ինչ-որ մեկը մտածում է, որ այդ մարդու ադմինիստրացիան գնալու է ինչ-որ բան բացահայտի։ Ես նոր մատնացույց արեցի Հովսեփյան Նարվանի եւ նախին քաղաքապետերից մեկի հետ փոխկապակցված բաներ։ Դուք դրանց հետ շատ մտերիմ եք։ Բերողը դուք եք դիմադրողը, մենք բերեք։ Բերեիք, ես կամ որ չեք բերել, հիմա եք բերելու։ Անդրադառնալով առհասարակ այդ դեմեցանալիզմ, չգիտեմ, գույք պարտքի դիմաց, դուք մի իշխանություն եք, որը հայրենիք իշխանության դիմաց սկզբունքով է պաշտոնավարում։ Ուզում եմ հատուկ հիշեցնել, այդ արդիականությունը չի կորելու, այդ խարանը մեր ճակատից դեռևս չի մաքրվել։ 2021 թվականի փետրվարին, երբ որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը անվստահություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին եւ պահանջեց հեռանալ, երկիր մոլորակի վրա ընդամենը մի կետից պաշտոնական անկառայից է եկել օֆիցիալ բան, սատարում։ Դա հնարավոր չի, դա գնահատական չի, դա որակում չի, դա փաստ է։ 21 թվականից վեր Հայաստանը ունեցել է թուրքի պահած իշխանություն։ Հիմա այսօր եկել ասում եք բալա, չէ, լավ չի, որ այս ամեն ինչը սենց է։ Իհարկե լավ չի։ Մինչև 18 թիվը Հայաստանում երբեք ոչ ընտրություններով, ոչ փողոցային գործընթացով երբեք անգամ իշխանություն չէր փոխվել։ Հայաստանում երբեք ընդդիմությունը չէր եկել իշխանության։ Եվ քանի սերնդի ինդիմատիր պայքարներ մսխվեցին այս 18 թվականից հետո։ Ինչքան մարդիկ, ինչքան զրկանքներ տարան, ինչքան ռեպրեսիաների ենթարկվեցին։ 100,000-ավոր մարդիկ ողողել էին փողոցները, նույնիսկ այն մարդիկ, ովքեր ավելի սենց հարմարվող, մի քիչ վախեցած վիճակներում էին, մարդկանց մեջից դուրս եկավ այդ կաշկանդվածությունը եւ 18 թվականին շատ մեծ վստահության քվեստացակ։ Արդյունքում ինչ ունենք։ Կորսված Արցախ, մեկ էլ 7 տարվա վաղեմության քրեական գործերը նորից ուզում եք բերեք, ստեղ ծամեք։ Ով որ վերցրել է, գրպանել է իր անունով, իր բարեկամների անունով վերցրել է հանրային գործը, գլուխը պատին է տվել։ Բայց գլուխը պատին է տվել նաև այն իրավապահը, ով որ պարտակել է։ Գլուխը պատին է տվել այն իշխանավորը, ով որ դա շահարկելով եկել դարել է իշխանության ու հիմա հետը գնում է գործարքի։ Մեզ էլ եկելու ասում են բան արեք, այդ դիմակահանդեսին եկեք մասնակցեք։ Ինչի չգիտեք, ինչի շո բան եք բացահայտելու։ Իհարկե ոչ։ Ինչ է այդ գործ, այսինքն ուզում եք ասեք, որ մեր իրավական դաշտը, օրենսդրությունը չի տալի այն գործիքակազմը, որ ակնհայտ հանրային գույք, համայնքային գույք գրպանած մարդու ձեռքից այդ ամեն ինչը հետ բերեք։ Տարել ենք բան, սահմանադրական դատարանը գնացել։ Եղած օրենսդրությունը չի բավականացնում։ Սիրելի երևանցիներ, այս դժնդակ օրերն էլ կանցնեն կգնան եւ Հայաստանը կունենա վերածննդի հնարավորություն։ Գրիգոր Իսկանդարյան